Խորոված միսը երեխաների Խորոված սննդակարգում միսը, այո, պետք է դա լինի օգտակար է թե վնասակար, որովհետև ծխի մասին կարծիքները հակասական են։ դա էլ շատ տարածված է մեզ մոտ, ընդունված է համարել, որ խորովածը ինքը առողջ այսպես մթերք է, բայց երեխաներին մինչև 1 տարեկան առհասարակ արգելվում է խորոված միսը, ասեմ ինչու, որովհետև բաց կրակի վրա մինչև 400 աստիճան կարող է միսը տաքանալ, ինչի արդյունքում արդեն սկսվում են արտադրվել ոչ առողջարար վնասակար միացություններ։ Մեր մեծերի օրգանիզմը դա կարողանում է ինչ-որ չափով ֆիլտրել եւ մարսել, բայց երեխաները դա չեն կարողանում անել։ Բացի այդ, ճարպը, երբ որ կաթում է, հա, բաց կրակի վրա, այդ ծուխը հետ է գալիս մսին, որը եւս չափազանց, Կոնցերոգեն։ այո, կոնցերոգեն է եւ չափազանց վտանգավոր է երեխաների համար։ Բացի այդ, խորոված միսը ինքը իրանով ավելի չոր եւ կոշտ է, դրա համար էլ խորհուրդ չի տրվում մինչև 2 տարեկան, հա, գրեթե խորհուրդ չի տրվում առաջարկել երեխային խորոված միս։ 2 տարեկանից հետո կարող եք առաջարկել, բայց պետք է շատ այսպես վառված չլինի ու վրան սև շերտ չունենա միսը։ Մսի յուղային հատվածը պետք է հանել երեխաներին Ոչ, առաջարկելուց։ ոչ, պետք չէ հանել, եթե ճիշտ ձև է վերամշակված, այսինքն ճիշտ ջերմային մշակում է անցել, առհասարակ յուղոտ մթերքները պետք չի բացառել երեխայի սննդակարգից,